Չինաստանի իշխանությունները դժգոհություն են հայտնել Կանադային Թայվանի նեղուցում HMS Charlottetown ֆրեգատի անցման պատճառով Պեկինը հայտարարել է նավարկության ազատության անվտանգ ընդունելի է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաունինգը շեշտել է Պեկինը հարգում է միջազգային իրավունքի շրջանակում նավարկության իրավունքները, սակայն դեմ է նման գործողություններին։ Կանադական կողմը անտեսել է Չինաստանի նախազգուշացումը եւ անցյալ շաբաթ անցկացրել նավը վիճելի ջրային ուղով։ Հունաստանը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել Ուկրաինային։ Լևկադա կղզու մոտ պայթուցիկներով զինված ծովային անօդաչու սարքի հայտնաբերումից հետո բողոքի նոտան մոտորերին կփոխանցվի Կիևին։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը պահանջել է պաշտոնական ներողություն եւ երաշխիքներ, որ նման դեպքերը չեն կրկնվի։ Ըստ որոշ վարկածների դրոնը նախատեսված է ռուսական ստվերային նավատորմի դեմ գործողությունների համար։ Վիետնամի իշխանությունները պատրաստվում են քանդել գերեզմանատուն Թրամփի բնակելի համալիրի 1.5 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի համար։ Financial Times-ի տվյալներով հյուսիսային Նունգ-Յեն նահանգում նախատեսվում է կառուցել գոլֆի դաշ եւ շքեղ բնակելի համալիր։ Նախագիծը ներկայացվում է որպես Վիետնամ-ԱՄՆ հարաբերությունների խորհրդանշական նախաձեռնություն։ Վիետնամի ղեկավարությունը հայտարարել է այն կուժեղացնի ամերիկյան ներդրողների վստահությունը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Բուդապեշտի քաղաքականությունը Ուկրաինայում հունգարական փոքրամասնության հարցում մնում է անփոփոխ։ Նա վստահեցրել է կառավարության փոփոխությունը չի ազդի այդ մոտեցման վրա։ Մադյարը նաև ընդգծել է անօրինական միգրացիա եւ եվրոպական մրցակցության հարցերում Հունգարիայի գիծը չի փոխվի։ Նա կրկնել է Ուկրաինայի Եվրամիության անդամակցության բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չի լուծվել Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության խնդիրը։ Իրանի պատերազմի ծախսերի հետևորդի տվյալներով ԱՄՆ ռազմական գործողությունների արժեքը արդեն գերազանցել է 91.2 միլիարդ դոլարը։ Հաշվարկները հիմնված են Պենտագոնի ներկայացրած տվյալների վրա։ Ըստ դրանց հակամարտության առաջին 6 օրերին ծախսվել է 11.3 միլիարդ դոլար։ Վաշինգտոնը նախատեսել է յուրաքանչյուր հաջորդ օրվա համար հատկացնել եւս 1 միլիարդ դոլար։ Իսրայելի ղեկավարությունը կարծում է ԱՄՆ-ում նախատեսվող բանակցությունները կարող են հանգեցնել Լիբանանի հետ լայնածավալ հրադադարի։ Կան հեռուստաալիքի տվյալներով մայիսի 29-ին Պենտագոնում կհանդիպեն իսրայելցի եւ լիբանանցի զինվորական պաշտոնյաներ։ Ավելի վաղ կողմերն արդեն երկարաձգել են հրադադարի գործողությունը 45 օրով։ Այժմ քննարկվում է ավելի լայն քաղաքական համաձայնության հնարավորությունը։ Երկխոսության հաջորդ փուլը նախատեսվում է հունիսի սկզբին։ Իսրայելում սպասում են զգալի առաջընթացի։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկը պատրաստ է անել ամեն ինչ Կուբայի համար։ Աստանայում նա հանդիպել է Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային։ Լուկաշենկոն ընդգծել է Բելարուսը լավ հասկանում է Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա խոստացել է կատարել բոլոր նախկին պայմանավորվածությունները։ Բելարուսի ղեկավարը նաև հայտնել է պատրաստ է քննարկել Հավանայի ցանկացած նոր առաջարկ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է Ուկրաինային ավելի մեծ աջակցություն։ Նրա խոսքով հակաօդային պաշտպանության ամրապնդումը կարևոր է նաև հարևան երկրների անվտանգության համար։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ անօդաչու սարքը բախվել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմահարկ շենքին։ Ռումինիան պատասխանատվությունը վերագրել է Ռուսաստանին, Կիևը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Բուխարեստի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Եվրոպան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում։ Նրա խոսքով եվրոպական երկրները արդեն հակամարտության կողմ են։ Պեսկովը նշել է եվրոպական զենքերը կիրառվում են Ռուսաստանի դեմ։ Այդ պատճառով Մոսկվան չի կարող ընդունել Եվրոպայի միջնորդական դերակատարումը։ Նա նաև ընդգծել է Ռուսաստանը կմերժի նման առաջարկները։ Կրեմլում համոզված են, որ Եվրոպան կորցրել է չեզոքության հնարավորությունը։ Reuters-ը հողումանելով արբանյակային լուսանկարներին հայտնել է Չինաստանը լայնածավալ ռազմական համալիր է կառուցում հրթիռային կայանների հարևանությամբ։ Համալիրը ներառում է արձակման հարթակներ, բունկերներ եւ կապի հանգույցներ։ Աղբյուրների գնահատմամբ նախագիծը նախատեսված է ԱՄՆ-ի հնարավոր առաջին հարվածից հետո Չինաստանի հակահարվածի կարողությունը պահպանելու համար։ Կառույցը տեղակայվում է հեռահար հրթիռների գործող բազաների մոտ։ Վերլուծաբանները սա դիտարկում են որպես միջուկային զսպման համակարգի ուժեղացում։ Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստից առաջ տեղի է ունեցել ավանդական համատեղ լուսանկարահանումը։ Մասնակցել են միության անդամ պետությունների Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղրղըզստանի ղեկավարները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԵԱՏՄ-նից գնացած Մեհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Երևանի կամքն է խորացնել հարաբերությունները։ Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում։ Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հասարակությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը մեր երկրների եւ ամբողջ տարածաշրջանի համար տնտեսական կայունություն եւ կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար, ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանը եւ ողջունում է գյուղատնտեսության
գյուղատնտեսության ոլորտին համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմները տարածելու արձանագրության ստորագրմանը, որը կնպաստի համագործակցության աճին եւ ԵԱՏՄ շրջանակներում պարենային անվտանգության ամրապնդմանը։ Մենք ջերմուկից նմուշառում ենք կատարել լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել։ Հիդրոկարբոնատի, սուլֆատի, քլորի իոնների քանակը համապատասխանել է մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից։ Ռոսպոտրեբնաձորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուքանքային ջրի 64 միլիոն շշերի վաճառքը։ Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել, տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանան խնդիրը որտեղ է, ըստ այդմ կփորձեն եւ կարգավորումներն իրականացնել եւ արդյունքներն առաջիկայում կհրապարակեն, այս մասին եւս հայտնել են ՍԱՏՄ-ից։ Ավելի վաղ Ռոսել Խոզնաձորը հայտնել էր մայիսի 30-ից Հայաստանից Ռուսաստան թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումների կիրառման մասին։ Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել։ Պարզապես ժամանակ չի եղել։ Լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։ Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու նախադրյալներ չկան, այն ապահովում է այդ երկրի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան գործում է, Ռուսաստանը առայժմ որևէ նախադրյալ կամ վտանգ չի տեսնում, որ այդ ռազմաբազան այնտեղ չգտնվի, մասնավորապես ասել է Շոյգուն։ 4 հայ, այդ թվում 2 երեխա հայտնաբերվել են մահացած Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի իրենց տանը, քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն կամ ինքնասպանություն։ Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու կնոջ եւ 2 երեխաների, այդ թվում նորածնի մարմինները։ Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաջակ Բասմանջանին, ով երեխաների հայրն էր, 2 երեխաները նույնականացվել են որպես 2 տարեկան տղա եւ 6 օրական աղջիկ, հայտնաբերվել է նաեւ մոր 30-ամյա կնոջտին։ Նախնական տեղեկություններով քննիչները կարծում են, որ կրակողը եղել է մայրը, որին նույնպես մահացած են գտել։ Նրանք կարծում են, որ մայրը կրակել եւ սպանել է իր 2 երեխաներին, ապա նրանց հորը։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, աշխարհում չկա որևէ բանակ, որն այնքան մարզված, պատրաստված եւ հարգված լինի, որքան ռուսականը։ Նրա խոսքով Ռուսաստանը հյուսիսային ռազմական գործողության ընթացքում անգնահատելի մարտական փորձ է կուտակել։ Շոյգունը ընդգծել է, Կիևի դեմ հնարավոր նոր հավասների մասին նախազգուշացումները լիովին լուրջ բնույթ են կրում։ Նա նշել է, Ռուսաստանն արդեն ցուցադրել է Կիևի ուղղությամբ հարվածների իր հնարավորությունները։ ՌԴ ԱԽ քարտուղարը նաեւ հայտարարել է, օտարերկրյա դեսպաններին Կիևը լքելու կոչերը պետք է ընդունել առավելագույն լրջությամբ։ Աքսիոսի տեղեկություններով ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել եւս 60 օրով երկարաձգել գործող հրադադարը եւ շարունակել միջուկային բանակցությունները։ Ըստ աղբյուրների համաձայնագրի նախագիծն արդեն նախնական աջակցություն է ստացել բանակցող խմբերի միջև, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի տվել վերջնական համաձայնությունը փաստաթղթի ստորագրմանը։ Նա միջնորդներին խնդրել է մի քանի օր շարունակել քննարկումները մինչև վերջնական որոշում կայացնելը։ Այս զարգացումները տեղի են ունենում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև շարունակող լարվածության ֆոնին։ Իրանական թաստիմ գործակալությունը հայտնել է, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքները դեռ ավարտված չեն։ Գործակալության տվյալներով փաստաթղթի վերջնական տարբերակը դեռևս համաձայնեցված չէ։ Այս հայտարարությունը հակասում է մի շարք ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք պնդում էին, թե կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը։ Աքսիոսը եւս հաղորդել է հրադադարի երկարաձգման մասին, սակայն իրանական աղբյուրները պնդում են, բանակցությունները շարունակում են եւ վերջնական համաձայնություն դեռ չկա։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, Իրանի նկատմամբ բաժանմիջոցների մեղմացման հարց չի քննարկվի մինչև Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը։ Նրա խոսքով Թեհրանը պետք է նաև հանձնի իր հարստացված ուրանը եւ հրաժարվի միջուկային ծրագրից։ Բեսենթը հայտարարել է, Դոնալդ Թրամփը կարողացել է Իրանին ստիպել խոսել միջուկային ծրագրի սահմանափակման մասին։ Նա ընդգծել է, Հորմուզի նեղուցում պետք է վերականգնվի ազատ նավարկությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը վստահություն է հայտնել, Թրամփը կկարողանա հասնել մեծ գործարքի Իրանի հետ։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, Բուդապեշտը չի պատրաստում զենք կամ ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները եւ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մադյարի խոսքով Հունգարիայի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ։ Նա նաև նշել է, հունգարական զորքերը շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առաքելությունը Կոսովոյում։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, ազգային միասնության պահպանումը երկրի գլխավոր առաջնահերթություններից է։ Նրա խոսքով նույնիսկ օրինական տարաձայնությունները չպետք է վերածվեն հասարակական պառակտման։ Խամենեին ընդգծել է, բոլոր նրանք, ովքեր կարևորում են Իրանի անկախությունն ու մեծությունը, պետք է պաշտպանեն ազգային համախմբվածությունը։ Նա կոչ է արել խոսքով եւ գործով ցուցադրել ժողովրդի միասնականությունը։ Իրանի առաջնորդը զգուշացրել է, ներքին հակասությունները կարող են վտանգել երկրի կայունությունը։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական անօթաչու թռչող սարքն ընկել է Գալաց քաղաքի բնակելի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, ԱԹՍ-ն նախ ներխուժել է Ռումինիայի օդային տարածք, ապա բախվել բազմահարկ շենքի տարածքին։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել։ Ռումինիան հիշեցրել է, սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի սահմանին ռուսական անօթաչուների բեկորներ կամ սարքեր են հայտնվել երկրի տարածքում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ վերջնական համաձայնության չեն հասել, բայց գտնվում են դրան շատ մոտ։ Նրա խոսքով բանակցությունները շարունակվում են ակտիվ ռեժիմով։ Axios-ը հայտնել էր, կողմերը համաձայնեցել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, փաստաթուղթը նախատեսում է 60-օրյա հրադադար եւ միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների մեկնարկ, սակայն Թասնիմը պնդում է, որ տեքստը դեռ վերջնական տեսքի չի վերվել։ Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել Լիբանանի հետ զինադադարի լայն համաձայնագրի։ Այս մասին հայտնել է Կանը, հղում անելով կառավարական աղբյուրներին։ Սպասվում է, որ իսրայելցի եւ լիբանանցի զինվորականները կհանդիպեն Պենտագոնում։ Կողմերը կքննարկեն գործող զինադադարի երկարաձգման եւ նոր պայմանավորվածությունների հնարավորությունը։ Բանակցություններից հետո հունիսի սկզբին նախատեսվում է քաղաքական մակարդակի երկխոսության նոր փուլ։ Իրանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել 4 նավերի ուղղությամբ Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Մեհր գործակալության տվյալներով նավերը փորձել են անցնել ռազմավարական ջրային ուղով առանց իրանական կողմի հետ իրենց գործողությունները համակարգելու։ Թեհրանը հայտարարել է, նեղուցում գործող բոլոր նավերը պարտավոր են պահպանել սահմանված կարգն ու անվտանգության պահանջները։ Միջադեպը տեղի ունեցել այն ֆոնին, երբ Իրանը շարունակում է խստացնել վերահսկողությունը Հորմուզի նեղուցում նավարկության նկատմամբ։ Ավելի վաղ Ֆարս գործակալությունը հայտնել էր, Իրանի հարավից արձակվել են մի շարք հրթիռներ անհայտ թիրախների ուղղությամբ, ինչը նոր հարցեր է առաջացել տարածաշրջանում ռազմական լարվածության աճի վերաբերյալ։ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի արհեստական բանականության զարգացման ուղղությամբ։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Համոզված են, որ արհեստական բանականության զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն, անվտանգ եւ մրցունակ ապագա, նշել է Մհեր Գրիգորյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկող տեսանյութ է հրապարակել, հիշեցնելով, որ ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Ազատ ընտրությունը չի վաճառվում, ասա ոչ ընտրակաշառքին, նշված է տեսանյութում։ Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Չկալովկա բնակավայրում գյուղի բնակիչները ժամեր շարունակ որոնել են տղա երեխաներ Ա-ին եւ Մ-ին, որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։ Ոստիկաններն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում եւ ժամը 20-10-ի սահմաններում երեխաներին ողջ եւ առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ընջարաններից մեկում։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսօր Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն եւ 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ։ Ռուսաստանում վաճառքի արգելք կսահմանվի հայկական ջերմուքանքային ջրի եւս 64 միլիոն շշի նկատմամբ։ Ռոսպոդրեբնաձորը համապատասխան լրացուցիչ հանձնարարական է ուղարկել, պատճառ արտադրողի կողմից տեխնիկական կարգավորման օրենսդրության պարտադիր պահանջների խախտումներն են, նշել են ընկերությունից։ Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ որևէ արձագանք չի եղել, լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն արձագանքել է Ռուսաստանի կողմից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը, քանի որ ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելյակի ներմուծման համար։ Լատվիայի ազգային զինված ուժերը սկսել են բետոնե հակատանկային արգելապատնեշների, այսպես կոչված վիշապի ատամների տեղադրումը Ռուսաստանի հետ սահմանին։ Պաշտոնական տվյալներով կառույցները կառուցվում են նախկինում մասնավոր անձանցից բռնագանձված հողերի վրա։ Պատնեշները տեղադրվում են 3 շարքով եւ նախատեսված են ռազմական տեխնիկայի առաջխաղացումը կանխելու համար։ Լատվիայի իշխանությունները նաեւ նախատեսում են սահմանամերձ հատվածներում հակատանկային խրամատների կառուցում։
Կորեայի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ ցուցադրական զորավարժություններն անցկացրել տանկերի, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։ Զորավարժությունները ներգրավել է մոտ 1400 զինծառայող եւ շուրջ 460 միավոր ռազմական տեխնիկա։ Սցենարի համաձայն հարավկորեական բանակը հետ է մղել թշնամու անակնկալ հարձակումը եւ անցել հակահարձակման։ Սա առաջին նմանատիպ լայնամասշտաբ մարտական հրաձգությամբ զորավարժություններ նախագահ Լի Ջեմյոնգի իշխանության օրոք։ Հանրությանը նաեւ ցուցադրվել են արհեստական բանականությամբ աշխատող ռազմական համակարգեր եւ նորագույն հարավկորեական սպառազինություն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, BRICS-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ ամիս կհավաքվեն Նյու Դելիում։ Նրա խոսքով հանդիպումը կարևոր փուլ է լինելու սեպտեմբերին նախատեսված BRICS գագաթնաժողովի նախապատրաստման համար։ Միջոցառումը տեղի կունենա Հնդկաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 12-ից 13-ը։ Շոյգուն ընդգծել է, BRICS-ը շարունակում է ամրապնդել իր ազդեցությունը համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գործընթացներում։ Բրազիլիան հայտարարել է, դատապարտում է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառում եւ աջակցում է երկարատև հրադադարի հաստատմանը։ Բրազիլիայի նախագահի հատուկ օգնական Սելսո Ամորիմը նշել է, մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն։ Նրա խոսքով Իրանի դեմ ագրեսիան լուրջ ազդեցություն է ունեցել ամբողջ տարածաշրջանի վրա։ Նա նաեւ աջակցություն է հայտնել միջնորդական նախաձեռնություններին, այդ թվում Պակիստանի ջանքերին։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին, ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին եւ Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանական կլինի։ Եվ ես հույս եմ դնում ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի, կեցցե Հայաստանը, նշել է Սաակաշվիլին։ Մայիսի 26-ին Պետդումայում տեղի ունեցավ կլոր սեղան Հայաստանն առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանն առանց Հայաստանի, պատճառները, արդյունքներն ու հետևանքները թեմայով։ Քննարկման արդյունքներով կլոր սեղանի մասնակիցները համաձայնեցրել են մի շարք առաջարկություններ։ Գլխավորը Հայաստանի ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում անդամակցության աստիճանական կասեցման առաջարկն է։ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը նիստի ժամանակ հայտարարել է. Попытки нынешних армянских властей Իմ կարծիքով Հայաստանի ներկայիս իշխանությունների փորձերը դուրս գալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուղիղ փոխգործակցության ուղիղ սպառնալիք են այս երկրի ինքնիշխանությանը։ На мой взгляд, несут прямую угрозу суверенитету этой страны. Նա նաև հավելել է, չի կարողան ուշադրության մատնվել ռուսական դասարանների թվի կրճատումը, ինչպես նաև ռուսերեն լեզվի կիրառման քննադատությունը մի շարք պաշտոնական անձանց կողմից։ Хочу напомнить этим лицам, что у нас в России Ուզում եմ հիշեցնել այդ անձանց, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք, ես որպես Պետդումայի падգամավոր ընտրվել եմ միամանդատ ընտրատարածքից, որտեղ ընտրողների մեծ տոկոսը Հայաստանից եկած մարդիկ են եւ կարող եմ ասել, որ նրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում եւ նրանց աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, ընդհանրապես Հայաստանի բիզնեսի աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում նման հայտարարություններով հակառուսական եւ նման ոչ բարեկամական գործողություններով դրվում է կասկածի տակ։ Եվ իհարկե մենք չենք ցանկանա, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան նման ուղեգծով, բայց ուզում եմ նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից, հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար ներկայիս արտոնությունները, օրինակ առանց գրանցման երկարատև մնալը, Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի տեղավորման պարզեցված կարգը հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի կամ ինչ-ինչ պատճառներով վերանայնվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա իհարկե նման արտոնությունները կչեղարկվեն եւ Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի, այն միգրացիոն ռեժիմի, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար։ Если этого статуса не будет или по каким-то Հանրապետության օրվա արդիվ մի շարք պաշտոնյաներ պարգևատրումներ են ստացել, կոչումներ են շնորհվել մի շարք զինվորականների։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 11-ին հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։ Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը եւ Կարեն Բրուտյանը պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Բանակը ոչ քայլերթի, ոչ էլ PR-ի մասին է, ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու։ Այս մասին ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հանրապետության օրվա կապակցությամբ արված ուղերձում։ Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ։ Ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։ Եվ այսօր երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ, միայն նրա համար, որ հայ են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ։ Նա կրկին հոխորտացել է եւ հայտարարել Երկաթե Բռունցքի ժողովրդի միասնության, բանակի հզորության եւ շեհիդների արյան շնորհիվ Ադրբեջանն այսօր գտնվում է այս հողերում եւ այլևս ոչ ոք չի կարող այստեղից դուրս մղել մեր երկիրը։ Նշել է Ալիևը, այդ երկրի ղեկավարը նաեւ ասել է, թե 5 տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է հայերի կողմից իբրև թե ավերված տարածքները եւ նշել, որ այսքան կարճ ժամանակահատվածում այդպիսի ծավալի աշխատանքներ աշխարհում գրեթե չկան։ Ռոսել Խոզնաձորը 2026 թվականի մայիսի 30-ի ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանի Հանրապետությունից ծագող եւ առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման վրա, մինչեւ առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Եվրասիական տնտեսական միության առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն միության Հայաստանի հետագա մասնակցության հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաղ տեղի կունենա բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի, ասել է նա լրագրողներին, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսը։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել է, Վաշինգտոնը պետք է առանց որևէ պայմանի ապասառեցնի իրանական սառեցված ակտիվները խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ի կողմից սառեցված ակտիվները անօրինականորեն պահվում են եւ այդ ճնշումը պետք է անհապաղ դադարեցվի։ Աքսիոսը հայտնել է, ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է այս ամռանը Կուբայում հնարավոր իշխանափոխության տարբերակին։ Ըստ հրապարակման Վաշինգտոնը մշակում է նաև ռազմական արձագանքի ծրագրեր նման սցենարի դեպքում։ Աղբյուրների փոխանցմամբ Դոնալդ Թրամփն նախ ցանկանում է ավարտել Իրանի շուրջ ընթացող գործընթացները, հետո կենտրոնանալ Կուբայի ուղղության վրա։ Նշվում է, ԱՄՆ շարունակելու է տնտեսական պատժամիջոցների ճնշումը Հավանայի նկատմամբ, մինչև չսպառի բոլոր լծակները։ Հրապարակման համաձայն դրանից հետո կարող է դիտարկվել նաև ռազմական տարբերակը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանի համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման նախընտրելի ճանապարհը շարունակում է մնալ խաղաղ գործընթացը։ Նրա խոսքով Մոսկվան ցանկանում է իր նպատակներին հասնել խաղաղ մեթոդներով։ Միաժամանակ Պեսկովը նշել է, Կիևի ռազմական արդյունաբերական օբյեկտների դեմ հնարավոր հարվածների հետագա զարգացումները կախված կլինեն իրավիճակից։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային խիստ դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Բանդեր Աբասի շրջանում իրականացված հարվածները։ Թեհրանը հայտարարել է, Վաշինգտոնի գործողությունները կոպտորեն խախտում են Իրանի տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքը։ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, նման հարձակումները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ նոր վտանգավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում։ Բաղային նաև քննադատել է ԱՄՆ-ի սպառնալիքները Օմանի հասցեին, ընդգծելով, որ Օմանը մշտապես կառուցողական դեր է ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է, վերջին 24 ժամվա ընթացքում 26 առևտրային եւ նավթատար նավ անցել է Հորմուզի նեղուցով Իրանի հետ համաձայնեցված ընթացակարգով։ Թասնիմի փոխանցմամբ երկու նավ կանգնեցվել է այն բանից հետո, երբ փորձել են մտնել Պարսից ծոց անջատված նավիգացիոն համակարգերով։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նշել են, Հորմուզի նեղուցով հասնելու թույլտվությունը պարտադիր պայմաններ է տարածքում նավարկության համար։ Իրանական կողմի տվյալներով մի քանի նավեր փորձել են առանց թույլտվության մուտք գործել Պարսից ծոց, անջատելով իրենց նավիգացիոն համակարգերը։ Նախազգուշացումներից հետո երկու նավ կանգնեցվել, իսկ մյուսները ստիպված են եղել փոխել երթուղին։ Այսօր Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 126 տոննա կշռով 2 վագոն կարբամիտ եւ 67 տոննա կշռով 1 վագոն ալյուր, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԱՄՆ փոխնախագահ Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կատարած այցից հետո Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունները։ Ռուբիոն ընդգծել է նաեւ, որ այժմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև ձևավորվում են նոր հարաբերություններ։ Այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր եւ հրաշալի հարաբերությունների ձևավորում, մինչդեռ երկար տարիներ այդ հարաբերությունները փաստացի գտնվում են լճացած վիճակում, նշել է Ռուբիոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իմ հրաշալի բարեկամը եւ առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ եւ շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը խաղաղության եւ բարգավաճության մասին Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Շուտով ԱՄՆ-ն եւ Հայաստանը միասին հիմք կդնեն թրիփի համար։ Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին ընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ, նշել է Թրամփը։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ԱՄՆ նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ պայմանավորված տոնական միջոցառումներով հանրապետության հրապարակով ու հարակից փողոցներով անցնող թիվ 22, 33, 44, 97, 54, 58, 67, 7, 11, 16, 20, 23, 27, 34, 43, 61, 47 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները։ Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց կա քաղաքական կուրս եւ այդ քաղաքական կուրսը իրականում կարող է բերել նրա, որ Հայաստանում կնկատվի կենսամակարդակի անկում, տնտեսության անկում, արտադրության անկում, կբարձրանան էներգակիրների եւ էներգիայի գները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ, եթե այդ քաղաքական կուրսը շարունակվի, ասել է Օվերչուկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրենք կորոշեն հայտարարություն տարածել Հայաստանի վերաբերյալ, թե ոչ։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հիմա պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը եւ նրանք կորոշեն, որովհետեւ այս թեման անշուշտ կլինի օրակարգում, նշել է նա։ Պեսկովը կարծում է, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու եւ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների աճը մեծապես կապված է նախընտրական քարոզարշավի հետ։ Նրա կարծիքով հայ արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, նրանց անմիջապես կխեղդեն, նշել է Պեսկովը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է. Հռոմը աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն Բալկանյան երկրները պետք է մնան Եվրամիության ընդլայնման առաջնահերթուղությունը։ Նրա խոսքով Ուկրաինան եւ Մոլդովան պետք է շարունակեն բարեփոխումները, պայքարեն կոռուպցիայի դեմ եւ համապատասխանեն Եվրամիության անդամակցության բոլոր կանոններին։ Նա ընդգծել է. Իտալիան պատրաստ է աջակցել այդ գործընթացին եւ իր ներդրումն ունենալ թեկնածու երկրների եվրոպական ինտեգրման գործում։ Ուկրաինայի արտգործնախարարությունը հերքել է Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին տարածված տեղեկությունները։ ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին հայտարարել է, ԱՄՆ դեսպանատան Կիևից տարհանման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, ամերիկյան դեսպանատունը լքել է Ուկրաինայի մայրաքաղաքը, մինչդեռ եվրոպական դիվանագիտական առաքելությունները շարունակում են աշխատել Կիևում։ Մերձավոր Արևելքում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության սրման ֆոնին Brent տեսակի նավթի գինը կրկին կտրուկ աճել է։ Առևտրի ընթացքում Brent-ի արժեքը հասել է մոտ 94.5 դոլարի 1 բարելի դիմաց, իսկ որոշ պահերի մոտեցել նույնիսկ 96 դոլարին։ Վերլուծաբանների կարծիքով շուկան արձագանքում է Իրանի հայտարարությանը, թե ԻՀՊԿ-ն հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ավիաբազայի։ Մասնագետները զգուշացնում են, Հորմուզի նեղուցի շուրջ շարունակող ճգնաժամը կարող է խաթարել համաշխարհային նավթամատակարարումները։ Որոշ փորձագետներ նույնիսկ չեն բացառում, որ Brent-ի գինը մինչև տարեվերջ կարող է հասնել 180 դոլարի 1 բարելի դիմաց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Եվրամիությունը պաշտոնապես երբեք չի դիմել Ռուսաստանին բանակցային գործընթաց սկսելու առաջարկով։ Նրա խոսքով եվրոպական շրջանակներում կարող են քննարկվել տարբեր միջնորդների անուններ, սակայն իրական նախաձեռնություն Բրյուսելից չի եղել։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել էր, Եվրոպան չպետք է թույլ տա Մոսկվային որոշել, թե ով պետք է ներկայացնի ԵՄ-ն հնարավոր բանակցություններում։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի եւ 2-ի ցերեկն առանձին շրջաններում 29-ից 30 շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 29-ից 30-ը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից 30-ն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Երևանում մայիսի 29-ից 30-ը օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին եւ 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։